Դե ինչ բարև ձեզ բոլորին, այսօր մենք խաղում ենք նորից FK25 Liverpool Real, ես պարզա ինչպես միշտ Realն եմ ու խաղում եմ Liverpool-ի դեմ ամենաուժեղի տեղակադրած։ Դե ինչ արդեն խաղը սկսեցինք, Bellingham, այսօր շատ չեմ խոսալու, ավելի շատ խաղի վրա եմ կենտրոնանալու։ Լավն էր պասանք, լավ են այսօր խաղում Liverpool-ը, բայց դե հուսամ կկրենք։ Այդեպ շատ շնորհակալ եմ 425 բաժանորդի համար։ Այդ շատ մեծ ցուցանիշ է, որովհետև իմ վիդեոներն ես վերջերս սկսել են ու գոլ։ Մինչև խոսում եմ ընթացքում գոլ խփեցի 5-րդ րոպեին խաղի հաշիվը բացում է Կիլիան Մբապեն։ Մինչև ես խոսում էի, արդեն գոլ խփեցի, հա ինչի մասին եմ խոսում, այդ շատ մեծ ցուցանիշ է, որտեղ իմ վիդեոներն արդեն հետ մի հատ վիդեո եմ գցում։ Օրինակ մի 3-4 օր անցնում է, այդ վիդեոս արդեն հազարավոր դիտումներ ա ունենում։ Նենց լիքը վիդեոներ ունեն, որ 41,000 դիտում ունեն, վիդեոներ ունեն, որ 30,000 դիտում ունեն, լավն էր կուրտուը։ Վիդեոներ ունեն, որ 20,000, տենց շարունակ։ Իմ ամենաառաջին վիդեոն, որ 10,000-ից ավել դիտում ա ունեցել, այդ վիդեոն եղել է Լիոնել Մեսսիի շորցը, եւ ես ասում եմ Լիոնել Մեսսիի աուտիզմի մասին։ Այդ վիդեոից հետո իմ վիդեոները արդեն սկսեցին հավաքել 10,000-ավոր դիտումներ ու լայքերն էլ շատ են։ Իմ օրինակ վիդեո եմ գցել, քանի օր առաջ չեմ հիշում, 2 օր առաջ, արդեն 1000-ը անցել է, դաժե 3000-ն էլ արդեն անցել։ Ու տենց ինչքան հեծում է, շատանում է էլի, համ վյուներն է շատանում, համ էլ ֆոլովերներն են շատանում։ Ու ես վստահ եմ, որ մենք ամառը հենց պրծավ, մենք 1000 բաժանորդ ենք լինելու։ Ես այդ հարցում ուղղակի վստահ եմ, չգիտեմ խի, բայց դե։ Որտեղ շատ արագ են շատանում բաժանորդներս։ Անենց որ հաստատ ամառվա վերջ արդեն 1000-ը կանցնենք էլ դաժե։ Արդեն 17-րդ րոպեն է, արդեն տենց առաջի խաղկեսի միջնամասնահասը Ռուդիգեր լավնես, 1-0 Քուդմեզա։ Չնայած դու կարշիվա տենում եք, բայց դա ասցին ավශ්յակ իմ հատ։ Ես ասեմ Վան Դայքը շատ լավ էր պայքարում համարյա, բայց Վինի ջան, արագ է սորենքով, ասենք գլնայք, դաժե ռակետանը այդ գլխի վերևոր վերում է, այդ նշանակում է իսկին ինքը կարող սաղիցել արագ վազի Մբապեն, դե գիտեք արդեն Մբապեն էլ, բայց Արնոլդը չկարողացավ անցնել, այսինքն իրանք կարան գցեն առաջ, լիք առաջ ու արագ վազեն էթան էլի, ըստ է կար խաղի զոս վիճակ, որտեղ Դարվինը Ռուդիգերի հետևից վազելով եկավ։ Վինիսին հիմա մենակ պատկատներով են կարում կայնացնեն, Bellingham գնա Վինիսիուս։ Դաժե մեկ որ վիդեո չեմ նկարում, մենակ ասենց իմ համար եմ էլի խաղում։ Վինիսիուսը ոնց բացատրեմ, ոնց որ ոտը դնես գազին ու Վինիսիուսը այդտենց բանը։ Շատ արագ է Վինին էլ, Մբապեն էլ, Մբապեն ավելի արագ է։ Ես ընդ ասել եմ Մբապեի ամենաշատ բացած արագությունը ինչքան ա եղել իմ շորցերից մեկում, չեմ էլ հիշում մոտավորապես երբ եմ գցել։ Բայց մոտ մի ամիս առաջ, որ 47 կմ/ժ էր Միշելով արագությունը Paris Saint-Germain-ի կազմում 2017 թվականում, կուրտուա լավնես։ Ես որ Մբապեն աշխարհի ամենաարագ, ամենաերիտասարդ աշխարհի գավաթ կրած ֆուտբոլիստն է իդեպ։ Ովքեր որ Յամալի ֆանատ են, ես Յամալի դեմ լիքը բան ունեմ։ Բան չունեմ ասել, ինքը լավ ֆուտբոլիստ է, բայց ինքը մեկը չի կարող երբեք էլ ասնի Մբապեին, որովհետև Յամալը 17 տարեկանում հաղթում է ընդամենը Եվրո, իսկ Մբապեն հաղթում է աշխարհի գավաթ։ Համ աշխարհի խաղերի լավագույն խաղացողն է դառնում 17 տարեկանում։ Աշխարհի խաղերի, ոչ թե Եվրոյի։ Եվրոն ու աշխարհի խաղերը շատ տարբեր են իրարից, աշխարհի գավաթի հետի ոնց բացատրեմ, դու արդեն սենց լեգենդի պես ֆուտբոլիստ ես դառնում, իսկ Եվրոն ցանկացածն է կարող հաղթի։ Լավ, հիմա անցնենք խաղին ու արա արդեն հեսա
Առաջ խաղից կա վերջն արը 1-0 է, մենք լրջացիք տղաներ ջան։ Վերջը շատ եմ տխրել Ռեալի համար, որտեվ ասես գոլ չմտավ, եմ տխրել, որտեվ Լուկա Մոդրիչը այս Club World Cup-ից հետո թիմերի աշխարհի խաղերից հետո գնալու է, Լուկասը հեռանալու է, Ալաբան երևի կեթա, Կարվախալն էլ պայմանագիրը բրծնում է, Լունինն էլ կգնա, դե Կարլո Անչելոտին է հեռանում է, բայց ավելի լավ ֆուտբոլիստներ եկե, Այնտեղ հեսա Թրենտն է գալիս ու Վիլյամ Սալիբան էլ կարող է գա, Նիկո Վիլյամսն էլ կարող է գա իդեպ Ռեալ Մադրիդ։ Ճիշտ է մի քիչ անհավանական կլինի ու Մբապեն երկրորդն է խփում, դուբլ։ Ճիշտ է շատ անհավանական կլինի, որ Նիկո Վիլյամսը գա, որովհետև ճիշտն ասած ինքը ոնց վազատրեմ։ Հա, իհարկե։ Իսպանիայի Եվրոն հաղթելուց հետո ինքը ուզում էր գալ Բարսելոնա, բայց ասես որ չի գալու ու հիմա որ Ռեալ է թե մի տեսակ անսովոր կլինի ասենք որ Յամալի ամենալավ ընկերն է բայց էթա Ռեալ ու հետո էլ Յամալի դեմ էլի խաղա չգիտեմ մի քիչ անհավանական կլինի բայց դե որ լինի ված չի լինի Ոչմ Վիլյամ Սալիբան էլ է գալու Արնոլդը արդեն արտազուրից է տվել նու չգիտեմ տեսել եք թե չէ ու ֆոլ էր թե դեղին է պետք նայինք դեղին տալիս է, թե չէ, հա դեղին տվեց, որ Մբապեն հեռանում էր Paris Saint-Germain-ից, ինքը տենց մի հատ Instagram-ով իր բաներ գցե, որ ասում էր, ոչմ շնորհակալ եմ Paris Saint-Germain-ին, որ 7 տարի իր հետ խաղացի, տենց բայց ասած ես հիմա հետում Ռեալ Արնոլդն էր արդեն տենց ման գցե ու պարապմունքների ժամանակ, առաջ սա իդը բրծավ, ես խոսում եմ, պարապմունքների ժամանակ Մուհամեդ Սալահն ու Տնետ Ալեքսանդր Արնոլդը իրար հետ կռվել են ու Իբրահիմա Կոնատեն հազիվ է բաժանել իրանց ուշում տենց Արնոլդը Սալահը բանը արը որ Արնոլդը արդեն հեռանում է էլ պետք չի էլի որ ինքը մնա հա ու մոռացած եմ եկել խել եմ տխրած Ռեալի համար Ռոդրիգոն էլ է այդում Չելսի, Արսենալ կամ Սիթի է երեք թիմերից մեկը Չգիտեմ որ թինգեթա, բայց ես վստահ եմ, որ 2026 թվականին Ռեալը հետ է գալու ավելի լավ տեսքով, արդեն նոր մարզչով ու Club World Cup-ն էլ հաստատ վերցնելու Ռեալը, որտեվ Club World Cup-ի մեջ տես նորմալ թիմ էլ չկա։ Ու դարարը, գերազանց 3-0 հետ-թրիկի հեղինակ է դառնում Կիլիան Մբապեն թիմի ավագի թև կապով։ Ինչի մասին ասում, իրական Club World Cup-ում ուժեղ թիմ չկա, եվրոպական թիմերից մեկը Manchester City-ն է այնտեղ, մնացածը արաբական, Al-Hilal բան դες թմեր են։ Այնպես որ Ռեալը էդի հաստատ կվերցնի, էդի անկասկած, որ ձև չկա էլի գոնե էդի Ռեալը շվերցի։ Ու 2026-ին արդեն նոր շորերով, նոր ավելի թարմ տեսքով գալու է։ Ռեալու 100% կանամ տամ, որ մյուս տարի Ռեալ Մադրիդը վերցնելու է իր 16-րդ Չեմպիոնների լիգան ինչ սեյվ արեց Տիբո Կուրտուան։ 16-րդ Չեմպիոնների լիգան մյուս տարի հաղթելու իր Ռեալը։ Խաղից դուս վիճակ չկար ու պոկեր։ Կիլիան Մբապեն 4-0 է սարքում խաղի հաշիվը, հələ որ 55-րդ րոպեն ասենց հաշիվը։ Շատ լավ է վիճակներս։ Ֆեդե լովն էր մաքուր էր։ Սրանք էլ էր հա մաքուր։ Մի քիչ ներվային անում որ ճիշտն ասեմ, որ ասենք մաքուր պատկատ եմ անում, մեկի մրցակիցս էլ է մաքուր պատկատ անում։ Այքու։ Չէ, яра պետք չի գոլ ուտել, այսքան հազիվ 0-ին ու մոլոձես Ռուդիգերը մաքուր աշխատեց։ Ստեյ Կարվախալ բրավո, Տիբո Կուրտուայի ձեռքերում է գնդակը։ Վինի ջան, մի հատ Վալվերդի գազդու։ Տու Մբապեն։ Մբապե։ Ու գոլ արա։ Օրը լավ, օրը Ալիսոն Բեքերը ինչ սեյվ արեց։ Չեմ հավատում։
Դինալած միջև վիդեոն միացնել է, խաղում է Real Liverpool, ասի լավ դե միացնեմ, նկարեմ, Ալիսոնը, որ դարպասների մոտ ուղակի կայնացել, ինքն է գոլ արած, չգիտեմ խրիմ, լուրջ չգիտեմ, խրինքը լրվել էր ու շտանգի մեջ բագ էր երևի եղել, ինքսն լրվել էր շտանգի մոտ, չէր կարում առաջ հետ աներ, ու բան ինչ անում, տենց գնդակը գնաց, գնա գոլ մտավ, Ֆեդե Վալվերդե, Օրը կարակեց է, ուղակի պրոստա էլի գոլ չմտավ, շատ ուժեղ այսօր կայնում չոտը, երկու վրատարներն իրականում այսօր ուժեղ են կայնում, մերը դե չեմ խոսքեր չունեմ կուրտուային, մի 5 անգամ պաշտպանի երևի դարպասը, Մինիտա հերբից, Օրան Մբապեսի չորեց, Դիեգո Ժոտան ամտնում դար, ինչ պետք է անի, աստա 4 հատ գոլ չի կարա խփի, որ չէ Լիվերպուլը ընդանում կարա 4 հատ գոլ խփի, Օրապես լավն էր, չէ, սա, Պեչի, Չէ խաղթենք աններ սալայի հետ, քան թե թողենք, որ ինքը առաջ էտ, հա, Տակը ջան մի ճարագելի խաղցեիք, Օրա այսօր կցեց, Բայզի լավն էր, լավ տեղ դաժը կցեց, Ռոդրիգո մատ գազավատ արալ, դեմը տլի ինչքան տարածություն ունես, Գոլ արա, բամոս, 5-0, Մբապեն դարավ պենտատրիկի հեղինակ, Բամոս Կիլյան, շատ լավն էր, Կելենեք Ռոդրիգոյին ինչքան էին տարածություն տվել, Ռոդրիգոն է Վանդեյքին անձավ, Մբապես էլ ձախով ուղղակի մխրճեց դարպասի մեջ, չի ուզում պրտում ես խաղքես, նու ընդհանուր խաղել, նկատի ունեմ խառնեցի մի քիչ, շատ դանդաղ են խաղում Լիվերպուլցիք, մենք շատ արագ ենք անում, արագ մենք մեր գոլ անում, ենք էլի մենք սյո, Ես իրականում դες երկար չեմ սիրում խաղամ, որ ատրից տանսեմ, որ ճալճալում են տիկի, տակա, բան, ես ուզում արագ գոլերը խփեմ ու սյո, լավ է Մբապե ջան արագ, արախիեք սենց դանդաղ խաղում տղեկ ջան, ախր նրանք էլ են արդեն սկսին մերոնք է դանդաղ խաղալ, լավն է ստիբու կուրտուա, ահն լավ որ ու լավ չի լավ, թե ավելի երկար խաղա, Ավելի չունեմ պետք է խաղալու, հա ես F20-ի շատ եմ սիրում խաղալու, ես երկար չեմ սիրում խաղալու, Տաղիկ ջան վերջի 4 շոպենա մնաց մի ճարագ եք, ես ինչ ճալելա ճալում ես Լիվերպուլը, Գոլ արա Կիլյան, այ այս դուց, Որ պրոստը 6-0 վեցնել Մբապեն, բրավո Կիլյան, Ռոր ջան, չգիտեմ հաջորդ վիդեոն երբ է դուրս գալու, չեմ կարա, հաստատ ասեմ, բայց, ասում եմ, որ ամառը ավելի շուտ է դուրս գալու սենց վիդեոներ, որովհետև արդեն դե հարցակուրդը, սաղ արդեն տունն են, ու ավելի հեշտ ալինելու վիդեո նկայել է, սյո, դե ինչ տեսություն կհանդիպենք շատ շուտով։